Աբրամյան, այս միջնորդության վերաբերյալ ձեր դիրքորոշումը եւ ըստ ձեզ իրավական տեսանկյունից են պարզաբանումը, որ ներկայացրեց ԿԸՀ նախագահը, որքանով է օբյեկտիվ։ Մեկնաբանությունները արդեն լսել եք մեր կուսակից ընկերների, ուղղակի քաղաքական պատվեր է սա։ Հերթական քաղաքական հետապնդումը, ինչպես պարոն Ղազարյանինն էր, ինչպես նաև մեր մյուս գործընկերներին էր, այսինքն տեսնում ենք, որ երկրորդ փուլով իշխանությունները փորձում են շարունակել քաղաքական հետապնդումների փուլը։ Եվ պարոն Աբրամյան, հաշվի առնելով, որ իշխանությունը շարունակում է իզոլացնել ընդդիմադիր գործունեություն ծավալող առավել ակտիվ գործիչներին, դեռ սկսվել էր Սամվել Կարապետյանով, հետո Գագիկ Ծառուկյան, նաև նրանց, որոնք խորհրդարանում ներկայացված չեն լինելու, ընտրություններին նույնիսկ չեն մասնակցել, օրինակ Արմեն Աշոտյան, հիմա հերթական այս պրոցեսներն են։ Ինչ պիտի անի ընդդիմությունը, որպեսզի կարողանա այլընտրանք առաջարկել, դիմակայել ստեղծված իրավիճակում։ Այն, ինչ շարունակվում էր նախընտրական փուլում, հետո կրկն շարունակվեց նաև ընտրությունները, օրը շարունակվում է հիմա, ականատես ենք բազմաթիվ քաղաքական հետապնդումներին, նշեցիք պարոն Ծառուկյանինը, մինչ այդ ես նշեցի պարոն Ղազարյանինը, Ալեքսան Ալեքսանյանի գործի մասին եկեք չմոռանանք, ինչ պետք է անի ընդդիմությունը, մենք ասել ենք, այսինքն եւ ճանապարհային քարտեզը մենք ներկայացրել ենք, որ եւ նշել ենք, թե ինչի համար են գնում ազգային ժողով եւ նշել ենք, որ փողոցային պայքար եւս լինելու է, բայց լինելու է մեկ անգամ, կարող է լինել, այսպես ասած, մի քանի փուլերով, բայց լինելու է մեկ անգամ եւ լինելու է հաղթական։ Ինչ վերաբերում է անդիմության, այսպես ասած, կոնսոլիդացմանը, ապա process-ներ լինելու են, անպայման լինելու են, մենք հայտարարել ենք, որ բոլոր առողջ ուժերի հետ պատրաստ ենք աշխատել եւ աշխատել ենք եւ աշխատում ենք։ Եթե անգամ այդ քաղաքական ուժերի առաջնորդները իզոլացված լինեն, այսինքն ես նկատում եմ առաջնորդողների անուններ, օրինակ, չգիտեմ, ինչպես Սամվել Կարապետյանի պարագայում։ Գիտեք, Սամվել Կարապետյանը արդեն շուրջ 14 ամիս գտնվում է անազատության մեջ, ավելի քան 13 ամիս, այո, եւ ցույց տվեցին քաղաքական process-ները, որ որքան էլ որ ուզենան քաղաքական ուժերի առաջնորդներին դեմս Սամվել Կարապետյանի եւ այսօր նաեւ հիմա Նարեկ Կարապետյանի մասով կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննում է միջնորդությունը դատախազության, ցույց տվեցին process-ները, որ չեն կարող որևիցե կերպ քաղաքական process-ների վրա դրանք ազդեցություն ունենալ եւ հակառակ ռեակցիան լինելու է ամեն ինչից։ Հասկանալի է, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։